Այսինքն պետքա ինչ որ դասընթացների մասնակցի իր կրթության վրա պետքա ներդրում անի եւ ես կարծում եմ որ մեր պետությունը հասել այն կետին որ մենք այսպիսի ներդրում պետքա անենք պետության պետական կառավարման համակարգի հետ եւ ամբողջ բուրգով այդ համակարգը ներդրվում է սա նաեւ պետության դերը նշանակությունը եւ պետությունը զարգացնելու եւ ուժեղացնելու մեր ռազմավարությունների շրջանակը Հաջորդ հարցը Իլան Խաչատրյանի Պարոն վարչապետ, վերջերս ոչ ֆորմալ հանդիպում եք ունեցել տեխնոլոգիական ոլորտի մասնագետների հետ։ Տեխնոլոգիական ոլորտի ցանկը չեմ կարող ասել ինչ որ Չէ, նկատի ունեմ երևի տեխնոլոգիական ոլորտի, բայց գուցե ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի, այսինքն դա Ground Zero-ի հանդիպումը նկատի ունեք։ Դե որը նկատի ունեք։ Հա? Հա, նախաձեռնություն ա եղել եւ փոխադարձ հետաքրքրություն ա եղել, իրենք Ground Zero սրճարանը կամ նախագիծը այդպիսի ֆորմատ ունի եւ այդ ֆորմատում ես էլ եմ ցանկություն հայտնել ունենալ հանդիպում, իրանք էլ են ցանկություն հայտնել կազմակերպել հանդիպում, մասնակցել եմ։ Այսինքն նկատի ունեմ դա կոնկրետ միջոցառում էր, որը անունը մի քիչ ինձ բան թվաց ձեր ձևակերպում։ Խնդրեմ հարցից։ Որ ձեռքբերումներն են ձեզ գոհացրել, ինչ եք կարծում։ Ինչի ձեռքբերում։ Բաց խոսեք։ Այդ օրը, գիտեք ինչ, այդ օրը զրույց ա եղել մարդկանց հետ, այդ հանդիպանը պետք չի հիմա տենց վիճակագրություններով ծանրաբեռնել։ Ասենք հանդիպել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք, ուրիշ բան չի եղել։ Ու պարտադիր չի այնտեղ խոսակցություն տեխնոլոգիաների մասին, այնտեղ հեծանիվ քշելու մասին ա եղել, ծխել չծխելու մասին ա եղել, երաժշտության մասին ա եղել, պատմության մասին ա եղել, այսինքն տենց ինչ որ շատ այո, ոլորտը այո, բայց տենց շատ բան չի եղել, նեղ մասնագիտական չի եղել քննարկումը։ Հա, մենք խոսել ենք ուրիշ բաների մասին, բայց մի րոպե, 3 կարևոր ոլորտի զարգացման հետ կապված 3 կարևոր գաղափարահան չէ, որոնք ես շատ հետաքրքիր եմ դիտել եւ արդեն նաեւ մեր թիմի պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ իրար հետ այդ նախագծերը փորձելու ենք կյանքի կոչել, որը Հայաստանը տեխնոլոգիական ոլորտի աշխատողների համար կդարձնի ավելի գրավիչ։ Բայց ես հիմա տենց ձևակերպել ենք տեղում, հիմա չանդրադառնամ, որովհետև վստահել չեմ, որ ողջական կհիշեմ։ Այսինքն նկատի ունեմ արդյունք էլ ա եղել, պայմանավորվածություն, հենց որում պայմանավորվել ենք, որ այդտեղ մի հատ գաղափար առաջ եկա, որ նախաձեռնությունը պատժելի է, ով որ այդ գաղափարը առաջ էր քաշում եւ հավանություն է տալիս այդ գաղափարին, ես ասում եմ, միակ պայմանս է նա, որ դուք, ով որ նախաձեռնությունը առաջ է քաշել, մեր այն գերատեսչության կամ պաշտոնյայի հետ, ով որ դրա պատասխանատվությունը պետք է վերցնի, համատեղ աշխատեք, որպեսզի մենք համոզվենք, որ նախ իրար հետ անենք այդ գործը եւ դա չլինի միայն պետական համակարգի գործ։ Հաջորդ հարցը Բայց գաղտնիք էլ չկա, եթե հետագայում հետաքրքրություն կցուցաբերեք գրավոր հարցումով, մենք կարող ենք ասել, հիմա ուղղակի ես չեմ ուզում կիսատ ինչ որ բան ասել, էլի։